Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Հայաքվե քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանին։ Պարոն Սողոմոնյան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ, որ հրավիրել եք։ Պարոն Սողոմոնյան, արդեն տևական ժամանակ է իշխանությունները փորձում են պարզել արդյոք ամենայն հայոց կաթողիկոսը զավակ ունի թե ոչ, արդյոք հոգևորականները խախտել են կանոնները հոգևոր կյանքի ու այդպես էլ, բայց չեն կարողանում այդ հարցերի պատասխանը գտնել։ Մայրաթորն էլ գիտենք օրեր առաջ հայտարարություն տարածեց, բայց այդպես էլ հարցերի պատասխաններ չեղան։ Այո, կարծես տպավորություն է, որ այսօր մեր կյանքը, մեր բախտը, մեր անվտանգությունը, մեր ֆիզիկական գոյությունը կախված է հենց այդ հարցից, եւ եթե այդ հարցերի պատասխանը գտնենք, միանգամից ամեն ինչ այսպես լավ է լինելու։ Հիմա թիրախը դարձել է եկեղեցին։ Նախկիններն էին, ռուսներն էին, բանակներ, գեներալիտետներ, պաշտոնեություններ, 5-րդ շարասյուններ, մեր մտածողություններ, հիմա արդեն դարձել է թիրախը հայաստանյա ծառայքելական Սուրբ եկեղեցին։ Ինչու է այսպես տեղի ունենում, երկու հարթություն կա, երկու գլխավոր պատճառ կա, մեկը ներքին բնույթի է, մյուսը արտաքին բնույթի է։ Ներքին պատճառը այն է, որ Փաշինյանը կորցրել է մեծ ընտրազանգված, իրենից հիասթափված ընտրազանգվածին, ուզում է միավորել, իր շուրջը բերել, դեպի իրեն քաշել, համախմբել, մանավանդ այն մարդկանց, ովքեր որ ավելի շատ աջակցություն էին ցուցաբերում այնպիսի գործիչների, ովքեր իրենց քննադատությունների մեջ սուր էին, շատ սուր էին, հայհոյախոսություն էին անգամ օգտագործում եւ հիմա այդ ընտրազանգվածին դեպի իր կողմը քաշելու խնդիր ունի, որպեսզի իրեն հետևողներ շատ լինեն, իր վրա ուշադրություն դարձնողներ եւ հետեւապես իր շուրջը միավորողներ լինեն, ինքը պետք է մտնի կոնֆլիկտի մեջ։ Այսինքն այս խոսույթի այս գրառումների նպատակը ուշադրության կենտրոնում հայտնվելն է, բայց նա վարչապետ է, ուշադրության պակաս։ Ուշադրության պակաս ունի, իհարկե ունի։ Ինքը պետք է կոնֆլիկտային իրավիճակի մեջ լինի։ Պետք է քաղաքական կոնֆլիկտի մեջ մտնի, որպեսզի մոբիլիզացիա տեղի ունենա, որովհետև նա հանունի օրակարգով չի կարողանում դա անել։ Նա չի կարողանում ապահովել մեր անվտանգությունը, չի կարողանում տնտեսական անշեղ զարգացում ապահովել, չի կարողանում ժողովրդի սոցիալական վիճակը, կրթական խնդիրները եւ բազմաթիվ այլ հարցեր։ Ընդհակառակը ամեն ինչ տապալվել է, Արցախը դատարկվել է, մեր անվտանգային համակարգը խարխլվել է, քանդվել է եւ նա չի կարողանում կառուցել, հետեւապես Կոչյանում ասում եկեք միասին քանդենք ինչ-որ բան, մեղավորը սա է, մեղավորը նա է, հերթական սլաքն է, հիմա էլ ուղում է եկեղեցու դեմ։ Սա առաջին կարևոր մոտիվն է, որպեսզի կոնֆլիկտի մեջ մտնելով իր շուրջը համախմբի մարդկանց, իրենց հիասթափված ընտրազանգվածներին, եւ երկրորդը, որ կապված է Արցախյան հարցի հետ, կապված է Հայաստանի Հանրապետության սահմանադրության հետ, թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներն է կատարում իմ խորին համոզմամբ։ Նկատի ունեք Փաշազադեի հայտարարությունների հետևում։ Ոչ թե անմիջապես Փաշազադեն ասած եւ ինքը ձեռնամուխ է լինում դրա կատարմանը, թեև իր շեֆերից մեկը գուցե հենց նա է Փաշազադեն է, մի քիչ քաղաքական հայտարարություն անեն։ Համենայն դեպս մի քանի բան կարող եմ ասել, որոնք ցույց կտան, որ իսկապես նա օրակարգ է սպասարկում։ Նախ եւ առաջ արցախցիների վերադարձի թեման արծարծողներից մեկը եւ թերևս ամենանշանակալի կառույցը հայաստանյա ծառայքելական Սուրբ եկեղեցին է, որի գլուխը ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը վերջերս Շվեյցարիայի Բեռն քաղաքում համապատասխան մեծ քրիստոնեական համաժողովի ընթացքում բարձրացրեց այդ հարցը եւ համաժողովում հնչեցին Բաքվի բռնապետական վարչակարգի Արցախի հանդեպ կատարած ոճրագործությունները դատապարտող ելույթներ եւ արծարծվեց արցախցիների անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի հարցը, հանգամանք, որ հակասում է ադրբեջանա-թուրքական օրակարգին։ Դրան գումարած մենք գիտենք, որ ադրբեջանցիները շարունակաբար հնչեցնում են Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխության հարցը։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը միևնույն ժամանակ
իր մեջ պարունակում է դրույթ Հայաստանյա Ծառաքելական Սուրբ Եկեղեցու հատուկ կարգավիճակի վերաբերյալ, որով որ ճանաչվում է պետության կողմից Հայաստանյա Ծառաքելական Սուրբ Եկեղեցու դերը հայ ժողովրդի պատմության եւ կյանքի մեջ։ Եվ հիմա, որպեսզի իր այսպես կոչված փաշինյանական խաղաղության օրակարգը կյանքի կոչվի եւ դա զուգորդվելու է Ալիևյան սահմանադրությամբ, Ալիևի կողմից թելադրվող սահմանադրությամբ եւ քանի որ Հայաստանյա Ծառաքելական Սուրբ Եկեղեցին որպես կառույց, որի վարկանիշը աճում է, որ հավատացյալները թիվը շատանում է հավատացյալների եւ եկեղեցին ձեռք է բերում գնալով ավելի շատ ձեռք է բերում հեղինակություն, ահա այս եկեղեցու աճող հեղինակությունը հակասում է ինչպես փաշինյանական խաղաղության, այնպես էլ Ալիևյան սահմանադրության տրամաբանությանը։ Պարոն Սողոմոնյան, իշխանություններն էլ այսպես են, հա, մեկնաբանում, ասում են եկեղեցին բոլորին է, հայ ժողովրդինն է, ու եթե ինչ-որ մի խախտում կա հոգևոր կյանքում, ապա դրա մասին հանրությունը պետք է տեղեկացված լինի, ամեն ինչ պետք է բաց լինի, մութ անկյուններ չպետք է լինեն։ Իսկապես ձեր թույլտվությամբ ու նաև ասում են, որ եթե եկեղեցին իրավունք ունի ընդդիմադիր ինչ-որ դիրքավորում հայտնել, այսինքն մտնել քաղաքական կյանք, այդ դեպքում մենք ինչու իրավունք չունենք եկեղեցու գործերին խառնվել։ Սկսեմ երկրորդ թեզից։ Ես քաղաքացի եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ունեմ ընտանիք։ Ես եւ իմ ընտանիքը, իմ ընտանիքի անունից կարող եմ քննադատել, կարող եմ մասնակցել քաղաքականությանը, կարող եմ հայտարարություններ անել այն ամենի վերաբերյալ, ինչը վերաբերում է հանրային երևույթներին։ Այսինքն ես չեմ մտնում Նիկոլ Փաշինյանի ընտանիքի մեջ, բայց ես Նիկոլ Փաշինյանի վարած գործունեությունը հանրայնորեն որպես քաղաքացի եւ իմ ընտանիքի անունից հանդես գալով քննադատում եմ։ Դա նշանակում է արդյոք, որ Փաշինյանը իրավունք ունի որպես պետության ղեկավար, իրավունք ունի մտնելու իմ ընտանիքը։ Նա կարող է իմ քաղաքական հանրային գործունեությունը քննադատել, անդրադառնալ, բայց արդյոք նույն ձևով համաչափորեն, համարժեքորեն նա կարող է խառնվել, օրինակ ասենք իմ երեխաների դաստիարակության հարցին, իմ ներընտանեկան հարցերին, ոչ չի կարող։ Եկեղեցին կրոնական կազմակերպություն է Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ սահմանադրության 17-րդ հոդվածը ինքնավարություն եւ ազատություններ է նախատեսում բոլոր կրոնական կառույցների համար։ Այն հարցերը, որոնք որ վերաբերում են էթիկային, բարոյական նորմերին, դրանք ներքին կարգապահական խնդիրներ են, որոնք որ բնորոշ են տվյալ կառույցին։ Դրանք պետական հոգացության, պետական մտահոգության, անհանգստության, քաղաքական խոսույթի թեմաներ չեն, դրանք անձնական թեմաներ են։ Եվ հենց այդ փաստարկը թույլ է եւ քննադատության չի արժանանում։ Իսկ ինչ վերաբերում է եկեղեցու գործուն, եթե եկեղեցու հանրային են գործունեության կողմերը, որոնք կվերաբերեն ժողովրդի սոցիալական վիճակին, անվտանգությանը, հոգեբանական, հասարակական հոգեբանական վիճակներին, կարող է այստեղ ցանկացած սուբյեկտ հանդես գալ իր դիրքորոշմամբ, բայց այն հարցերը, որոնք որ վերաբերում են ներքին էթիկական հարցերին, հասկանալի է, որ ամբողջ աշխարհում կան կրոնական կառույցներ, որտեղ ենք տեսել այսպիսի բան ընդհանրապես։ Ակնհայտ է, որ այս թեման ուռճացվում է, այս թեմայի վերաբերյալ խոսույթ են ցանկանում ձևավորել, որ เป զի եկեղեցու աճող հեղինակությունը նվազեցնեն, նսեմացնեն։ Բայց կազդի իրոք այս շավը թե հակառակը կարող է նաև հակառակ ազդեցություն ունենալ ի օգուտ եկեղեցու։ Ես համամիտ եմ ձեզ հետ եւ կարծում եմ, որ իհարկե մարդկանց թիվ ավելանալու է այն մարդկանց թիվը, ովքեր որ լսելու են իրենց եւ մտնելու են այս խոսույթի մեջ, բայց շատ ավելի շատ է ավելանալու մարդկանց թիվը, ովքեր ավելի քրիստոնյա են դառնալու այս ամեն ինչի արդյունքում, ավելի շատ են պատարակների մասնակցելու, ավելի շատ են եկեղեցու մեջը լինելու, եկեղեցու կողքին կանգնելու։ Ես համաձայն եմ, որ եկեղեցին սրանից ավելի է զորանալու։ Ի վերջո 1725-ամյա նվիրապետական կառույց ունեցող եկեղեցի է։ Դրանից առաջ էլ է եղել Հայաստանի Ծառաքելական Սուրբ Եկեղեցին, բայց իր ուղղահայացով
իր նվիրապետական կառույցով 1725 տարվա կառույց է մեր եկեղեցին եւ բազմաթիվ հալածանքներ է տարել, բազմաթիվ բարբարոսներ են եկել ու անցել, մեր եկեղեցին կանգուն է մնացել եւ մեր եկեղեցու շնորհիվ է, գերազանցապես մեր եկեղեցու գործունեության շնորհիվ է, որ մենք պահպանել ենք մեր տեսակը եւ զարգացրել ենք մեր տեսակը եւ դասվում ենք աշխարհի քաղաքակիրթ ժողովուրդների շարքին, պետք է յուրաքանչյուր հայ, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, անկախ նրանից իր հավատալիքների, իր դավանանքի առումով հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու զավակ է թե ոչ, հետևորդ է թե ոչ, իր էության համար, իր մշակութապես քրիստոնյա լինելու հարցում պարտական է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին։ Պարոն Սողոմոնյան, լավ, ասենք թե հաջողվեց իշխանություններին բարձել, հա, որ պարտադիր պայմանը խախտված է հոգևոր կյանքում, հոգևորականների կողմից։ Այդ դեպքում իշխանությունները ինչ գործիքակազմ ունեն։ Ոչ մի պատժելու հոգևորականին կա արդյոք, քանի որ օրինակ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ գրառումներ ենք հիշում, որ ասում են Հայաստանի Հանրապետությունը պետք է իր մասնակցությունը ունենա կաթողիկոսի ընտրության հարցում։ Այսինքն ակնարկում էր, որ կառավարությունը հենց իրենք միջամտելու են։ Դա հակասահմանադրական հայտարարություն է, սահմանադրական կարգը խախտող հայտարարություն է։ Ես նշեցի, որ մեր սահմանադրության 17-րդ հոդվածը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների ինքնավարությունն ու ազատությունը, հետևապես այդ կրոնական կազմակերպության ղեկավար ընտրելու հարցում պետության միջամտությունը արդեն իսկ խախտում է այդ հոդվածը, դա հանցագործություն է, առերևույթ, առնվազն, եւ այն մարմինները, ովքեր որ նաեւ մեր եկեղեցու հոգևոր գերագույն խորհրդի կոչով մատին չեն խփում, համապատասխան համարժեք քայլեր չեն ձեռնարկում այդ ապօրինությունը վերացնելու ուղղությամբ, այդ մարմինների պատասխանատուները հետագայում օրենքով սահմանված կարգով հանցավոր անգործության համար ենթարկվելու են համապատասխան պատիժների։ Դա այդ միջամտությունը երբեք չի եղել, այս ամբողջ դարերի ընթացքում երբեք չի եղել եւ չի լինելու, եւ նա ով կփորձի միջամտել, նա կկրի համապատասխան պատիժ եւ սահմանադրական, օրենսդրական առումով է դա անթույլատրելի, ել ավելի անթույլատրելի է բարոյական տեսանկյունից, որովհետեւ դարերով սահմանված կարգով հատուկ ընթացակարգով, հատուկ ձևով է ընտրվում ամենայն հայոց կաթողիկոսը եւ կա այդպիսի համոզմունք, կա այդպիսի ընդունված մտածողություն, որ կաթողիկոսի ընտրության հարցում մենք քրիստոնյաներս հավատում ենք, որ Սուրբ Հոգու ազդեցությամբ է տեղի ունենում այդ ամենը։ Պարոն Սողոմոնյան, իսկ Մայրաթորի հայտարարությանը արձագանքին ծանոթ եք արդյոք, դա համարժեք արձագանք էր, քանի որ քննադատություններ են նաև հնչում, որ պետք էր ավելի կոշտ ընդհանուր միջև բանադրանքի գնային։ Դուք կասեք այս մասով։ Այո։ Ես որպես այս իշխանությունների քննադատ, շատ սուր քննադատ, ես էլ կցանկանայի, որ որպես անձ կցանկանայի, որ Նիկոլ Փաշինյանը բանադրվեր եւ նա եւ մնացած նրա բոլոր այն համախոհները, ովքեր որ ակտիվ հակաեկեղեցական գործունեություն են իրականացնում եւ համայնքից դուրս լինեին պաշտոնապես։ Բայց արդյունքի տեսանկյունից երբ որ նայում ենք, մենք այստեղ շատ բան չենք շահի, հայ ժողովուրդը եւ հայոց եկեղեցին այստեղ չի շահի ինչ առումով։ Թույլ տվեք այսպես հիմնավորել։ Փաշինյանը երբ որ սկսեց այս եկեղեցու դեմ այս արշավը, նա լավ գիտեր, որ արդյունքը կարող է լինել այդպիսի հակազդեցությունը, կոշտ հակազդեցություն ընդհանուր մինչև բանադրանքը։ Բայց պրովոկատորների գործելակերպին հենց դա է բնորոշ, որ սադրանքը անում են նրա համար, որպեսզի էսկալացիա տեղի ունենա։ Իրենք հասկանում էին, իրենք հաշվարկել էին նաև դա, որ իրենք կարող է բանադրանքի ենթարկվեն։ Եթե բանադրանքի են ենթարկում, դա նշանակում է անդառնալիություն է լինում, դա նշանակում է կոնֆլիկտը շատ սուր դրսևորումներ է ունենում։ Իսկ դա այն է, ինչ որ իրենց պետք է, նոր քիչ առաջ ես այդ մասին խոսեցի։ Պետք է նրա համար, որպեսզի շատ ավելի իրենք դրա համար լեգիտիմություն ստանային, ճակերտավոր լեգիտիմություն։
թույն ու թարախը թափելու, մտնելու յուրաքանչյուր հոգևորականի կյանքի մեջ, կենցաղի մեջ եւ ընդհանրապես խառնելու իրար, այսպես։ Եվ այդ կոնֆլիկտը բորբոքելու, կոնֆլիկտի կողմ դառնալու եւ իրենց շուրջ համախմբելու այն մեր քաղաքացիներին, որոնք որ հայաստանյա ծառայքելական եկեղեցու հետևորդ չեն հանդիսանում եւ որոնք որ գուցե հանդիսանում են, բայց օբյեկտիվ եւ շատ ավելի հաճախ սուբյեկտիվ պատճառներով քննադատում են եկեղեցուն կամ այդպես չեն ընդունում եկեղեցու։ Իսկ ավելի լարելու էր իրավիճակը, ավելի խորացնելու էր այս։ Ես կարծում եմ այս փուլում եկեղեցու հայտարարության այդ շեշտադրումները բավական էին Գերագույն խորհրդի, հոգևոր Գերագույն խորհրդի այդ շեշտադրումները բավական են եւ մեր եկեղեցին դրանով նաեւ ցույց տվեց իր իսկական քրիստոնեական լինելը, հայրաբար մոտենալ այդ ամեն ինչի, որովհետեւ մեր եկեղեցու դեմ արշավները, չարախոսությունները, անվայել արտահայտությունները շատ ավելի շուտվանից էր քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակի կողմից դեռ 2018 թվականին նրանց թողտվությամբ, առնվազն թողտվությամբ ես նաև կասկած ունեմ, որ գործուն միջամտությամբ նոր Հայաստան, նոր Հայրապետ այդ շարժումը տեղի ունեցավ։ Ընթացքում ինչ անվայել արտահայտություններ ասես, որ չեն արել կաթողիկոսի հասցեին, օրինակ Ալեն Սիմոնյանը նրան քաղաքացիական անուն ազգանունով էր, հա, այսպես դիմում Կտրիշ Ներսիսյան անուն ազգանուն էր ասում եւ այլն, բայց մեր եկեղեցին միշտ այդ ամեն ինչին վերաբերվել է որպես անառակ որդու վերադարձի կանոնով եւ անցած տարի անգամ հրավեր ուղարկվեց մասնակցելու Մյուրոնոժնեքին եւ եկեղեցու Էջմիածնի մայրաթորի վերաօծման արարողությանը։ Սա նշանակում է, որ եկեղեցին միշտ բարձր է մնում է իր դիրքերում եւ 1725-ամյա նվիրապետական կառույցի ես վստահում եմ նրա ողջամտությանը, անհրաժեշտության դեպքում նա կարող է սրացնել իր գործողությունները կամ մեղմացնել իր գործողությունները։ Եվ արդեն վերջում, պարոն Սողոմոնյան, առաջիկայում կարող ենք ենթադրել հայտարարություններից, որ հնարավոր է նոր կաթողիկոսի ընտրություններ լինեն արդեն միջամտությամբ։ Այս քննարկումը իսկ ընդհանրապես այս խոսույթը ես ոչ թե ձեր կողմից եմ ասում, այլ առհասարակ անթույլատրելի է, որովհետև ամենայն հայոց կաթողիկոսը ընտրվել է եւ այդ ընտրությունը այն ընտրությունը չի ինչ որ մենք պատկերացնում ենք, հա, հանել, ընտրել, դա ուրիշ բան է։ Դա միայն մարդկային էությանը վերաբերվող թեմաներ չեն այդ ընտրությունը։ Հայոց կաթողիկոսը Աստված իրեն երկար կյանք տա եւ ինքը մնալու է հայոց կաթողիկոս մինչև իր ֆիզիկական գոյության վաղճանը, Աստված նրան երկար կյանք տա։ Շնորհակալ եմ, պարոն Սողոմոնյան, զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ այսօր մեր հյուրը Հայաքվե միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն էր։ Շնորհակալ եմ մեզ հետևելու համար։